Բարև ձեզ սիրելի ֆուտբոլասերներ, խաղային երրորդ օրն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր տեսնում ենք մի փոքր վաղ է մեկնարկում մեր մրցաշարը եւ շատ հետաքրքիր հանդիպումներ ենք միասին դիտելու այսօր։ Հիմա առաջին հանդիպումը քիչ անց կմեկնարկի, որտեղ միմյանց հետ մրցելու են Արարատը եւ Բենֆիկան, երկու հետաքրքիր թիմեր բախվել են միմյանց, տեսնենք ինչպես կանցկացնեն այս հանդիպումը երկու թիմերն էլ մրցավարի սուլիչը տեսնում ենք լսվում է եւ Արարատը դաշտի կենտրոնից խաղը մեկնարկեց բարի դիտում եմ մաղթում բոլորիս հիմա անցնեմ թիմերի հայտարարություններին սկսեմ Արարատի կազմից Արարատ դարպասը պաշտպանում է համար 1 Վիրապ Կիրակոսյանը համար 3 Վրեժ Հարությունյան համար 6 Դավիթ Դավթյան Համար 7 Արտակ Սարգսյան, համար 8 Արմեն Մելոյան, համար 10 Զորաբ Զաքարյան, համար 11 Սմբատ Դավթյան, համար 19 Պարքև Աբրահամյան, համար 22 Նարեկ Ղարիբյան, համար 41 Արման Պողոսյան և համար 70 Կարեն Թամազյան։ Բենֆիկա դարպասում է համար 12 Սուրեն Սարգսյանը, համար 3 Տիգրան Հախնազարյան, համար 5 Արամ Եգանյան, համար 6 Սեմյոն Պետրոսյան, համար 9 Արշակ Սարգսյան, համար 11 Ռոբերտ Աղաջանյան, համար 14 Գևորգ Սուրմարյան, համար 22 Հուսիկ Բարսեղյան, համար 77 Հրաչ Ղազարյան և համար 89 Վլադ Մխիթարյան։ Այսքանը կազմերի մասով սիրելի ֆուտբոլասերներ այսօրվա առաջին հանդիպումն է մեկնարկել եւս երկու հանդիպում ենք ձեզ հետ դիտելու այսօր Մի փոքր տեխնիկական խնդիր է տեղի ունեցել այստեղ, տեսնում ենք կրկին հանդիպումը շարունակվում է Երկու թիմերն էլ փայլուն են մեկնարկել այս մրցաշարը, բայց ավելի կայուն են Բենֆիկայի տղաները, նրանք միայնձնը առաջատարն են այս պայն այս մրցաշարի 9 խաղից վաստակել են 22 միավոր և միայնձնը գլխավորում են մրցաշարային աղյուսակը ընդամենը 1 միավորով զիջում են նրանց Փարիզի ֆուտբոլիստները շատ լավ արդյունք ունեն Բենֆիկայի տղաները և այս խաղով դեռ ֆավորիտների ցուցակում են այս մրցաշարի Աբրահամյան վտանգավոր էր հիմա, բայց խլեցին նրանից գնդակը դեռ վտանգավոր գրով չենք տեսել երկու թիմերի կողմից էլ Զարյան վերջին պայն հեռացրեցին գնդակի վերջո և առաջին անկյունայինը կտեսնենք Արարատի դարպասին Պարկված է անկյունայինը Եգանյան փափուկ փոխանցում և Սուրմալյանը հարված չկարողացավ այստեղ կատարել շատ լավ փոխանցում տեսանք աջ եզրից Գևորգ Սուրմալյանի ուղղությամբ Վերջինիս հարվածը չկայացավ և հարված կտեսնենք Արարատի պաշտպանած դարպասից Արարատն էլ 8 հանդիպում է անցկացրել այս մրցաշարում 12 միավոր է վաստակել 6-րդ հորիզոնականում է գտնվում Արարատը Չորս հաղթանակ, 4 պարտություն Արարատի տղաներից դեռ ոչ ոքի չունեն այս մրցաշարում նրանք
Մարաշալ է անցում Մխիթարյանից։ Մեր տեսնում ենք խառնաշփոթ է դաշտի միջնամասում և այստեղ հանգստացրեցին Կայտարաները, Մխիթարյան, Էրվիծ սպորts և առաջին հարվածը կա այս խաղում Վլադ Մխիթարյանը հարված կատարեց բարձր էր Բենֆիկայի ֆուտբոլիստի հարվածը Մանցել է գրոյի նորից Բենֆիկան Ղազարյան և դարպասաձողն է փրկում այստեղ Արարատին շատ վտանգավոր հարված տեսանք հրաչ Ղազարյանի կողմից Այսա ամենալուրջ պահն էր հիմա այս խաղի Բենֆիկայի տղաները կատարեցին տեսնում ենք դեռ Արարատը լռում է դեռ նրանք գրոհ չեն կազմակերպել այս խաղում Տեսնում ենք դեռ շատ լավ են գործում Խաղադաշտում Բենֆիկայի տղաները Են կարող են գրոհ կազմակերպել Արարատի ֆուտբոլիստները Լավ խաղարկումներ Ղազարյան փոխանցում չհասավ այս գնդակին Արշակ Սարգսյանը լավ էր նկատել ձախեզրում առաջացած Արշակ Սարգսյանի Ղազարյանը Մխիթարյան լավ շրջանցեց այստեղ հրաշալի փոխանցում Պետրոսյանի ուղղությամբ Պետրոսյան լավ կենտրոն լավ խաղարկեց գնդակը Եգանյանի հետ Եգանյան Սարգսյան, Արշակ Սարգսյան արված և Վիրապ Կիրակոսյանն է փրկում իր թիմին Առաջին դիպուկ հարվածը տեսանք այս խաղում Արշակ Սարգսյանը կատարեց Մխիթարյան մտավ կենտրոն փոխանցում և լավ է գործում հիմա այստեղ պաշտպանությունում Արարատի ֆուտբոլիստը Բայց արագ խլեց գնդակը հիմա առաջ Ղազարյանը փոխանցում Սեմյոն Պետրոսյանի ուղղությամբ Փոխեց գրոհի եզր այստեղ Պետրոսյանը Բայց խլեց գնդակը Արարատի տղաները Անաջող փոխանցում հիմա Թամազյանից բայց խլեց գնդակը հիմա Թամազյանը փոխանցում Աբրահամյանին Աբրահամյան արված և բարձր է ստացվում Պարքև Աբրահամյանի արվածը առաջին հարվածը հիմա տեսանք Արարատի կողմից Իր սխալը կարողացավ շտկել Դաշտի կենտրոնում Կարեն Թամազյանը և լավ փոխանցում Պարքև Աբրահամյանին տվեց վերջինս էլ բարձր հարվածեց ի վերջո հիմա էլ Էրվիծ կրակոց այս անգամ էլ Նարեկ Ղարիբյանը հարվածեց սա էլ բարձր ընթացավ
Եվ մեկ րոպեում տեսանք արդեն երկու հարված Արարատի կողմից, բայց երկուսն էլ բարձր ընթացան Տասը րոպե անցավ մեկնարկից սիրելի բարեկամներ, դեռ տեսնում ենք հաշիվը բացված չէ մեզ մոտ մի փոքր առավելություն ունեն Բենֆիկայի տղաները բայց մի փոքր արթնացան վերջին րոպեներին Արարատի ֆուտբոլիստները Պարքև Աբրահամյանն է հիմա գնդակով լավագույն ռմբարկուն է այս մրցաշարի 3 Արտակ Ասատրյանը 5 գնդակ հեղինակեց և հավասարվեց Աբրահամյանին նրանք կիսում են առաջի հորիզոնականը մրցաշարային աղյուսակում ռմբարկուների շատ լավ մրցաշար է անցկացնում Պարքև Աբրահամյանը հարված է ստանդարտը և Սուրմալյանը վտանգավոր հարված կատարեց տեղ փակեցին Գևորգ Սուրմալյանի հարվածը և անկյունային կլինի Արարատի դարպասին հարկված է այս անկյունայինը Թարյան Էրվից փորձ կրկին հեռացնում են գնդակ այստեղ էլ Կիրակոսյանը մի փոքր առաջ ուղարկեց Ղազարյան նորից անկյունային շատ վտանգավոր են հիմա անկյունայինները Բենֆիկայի այստեղ խոտածածկին է հիմա հայտնվել Արարատի ֆուտբոլիստը Տեսնենք այս անկյունայինը փոխանցում կուզարան Հրապարակ Ղազարյան կրկին վտանգավոր էր Բենֆիկայի կողմից Երով առաջ Ղազարյանը կրկին փորձ կատարեց և նորից շեղ է հարվածում Ղազարյանը տեսնում ենք ակտիվ են Բենֆիկայի ֆուտբոլիստները և փորձում են հաշվի մեջ առաջ անցնել շատ արագ Կրկին լավ համագործակցություն Ղազարյան Թողեց գնդակ Եգանյանին հրաշալի է նկատում այնտեղ Եգանյանը Պետրոսյանին շարունակում է Բենֆիկայի գրոհը Ղազարյանի հարվածը փակված է կրկին և եզրային նետում միայն վաստակեց իր թիմի համար Հրաչ Ղազարյանը Ղազարյան փոխանցում հետ Բարսեղյան հրաշալի անցում Ուսիկ Բարսեղյանից Պետրոսյան փափուկ փոխանցում և շատ վտանգավոր էր հիմա կարող էր այստեղ եզրափակել այս փոխանցումը Արամ Եգանյանը բայց հարված չկայացավ ի վերջո տեսնում ենք բարձր բլոկով են այստեղ դասավորվել Բենֆիկայի տղաները փորձում են արագ խլել գնդակը Թամազյանը ասավ այս գնդակին Կարեն Թամազյանը բայց պայքարում է հիմա Ուսիկ Բարսեղյանը նրա դեմ Թամազյան
Անցում Արիբյան, Աբրամյան արված և Սարգսյանն է փրկում իր թիմին, փայլուն սեյվ եղինակ դարձավ հիմա Սուրեն Սարգսյանը, առաջին դիպուկ հարվածը տեսանք այս խաղում Արարատի կողմից, անկյունային է վաստակում միայն այս իրավիճակում Արարատը, առաջին սեյվը Սուրեն Սարգսյանից, Հարկված է անկյունայինը, Աբրամյան, Ղարիբյան, լավ անցում Ղարիբյանից, Աբրամյան, պտտվեց Աբրամյանը և ընկավ, ոչինչ չկար այստեղ, պայքարեց Աբրամյանը, խառնաշփոթ է միայն, հեռացված է գնդակը վերջին պահին, այրվից փորձ կարող է լինել, հրաշալի անցում, Ղարիբյան, և ի վերջո խլեց գնդակը Բենֆիկան, Սարգսյան կարող է հիմա նետվել հակագրոյի Բենֆիկան, հրաշալի անցում Մխիթարյանից, անցում Եգանյանին, Մխիթարյան, խլեցին նրանից գնդակը, այլ կարող է լինել Արանտի գրո, բայց Աբրամյանի փոխանցումը հասցեատեր չունեցավ, ձերքով խաղ Սեմյոն Պետրոսյանի կողմից շարունակվում է հանդիպումը բարեկամներ Համազյան լավ փոխանցում հրաշալի է գործում հիմա Գևորգ Սուլմանյանը պաշտպանությունում և Բենֆիկան է նետվում գրոյի Եգանյան արկեց գնդակը Սարգսյանի հետ փոխանցում Մխիթարյանին Մխիթարյան էրվից փորձ փակված է այս հարվածը Սուլմանյան խլեց գնդակը այստեղ Սուլմանյան փոխանցում և նորից գնդակը հեռացված է Խախտում Պետրոսյանի կողմից Եգանյան նրա դեմ լավ պայքարեց հիմա Պարքև Աբրամյանը և խլեց գնդակը, լավ փոխանցում Ղարիբյանին, Արեգ Ղարիբյան, Թամազյան և ստացվեց այս անցումը Կարեն Թամազյանի Խլեցին գնդակը Ղարիբյանից, Մխիթարյան, Ռախիեզնում ազատվել է Պետրոսյանը, փոխանցում Սարգսյանի, Սարգսյան, փոխանցում Մխիթարյան, արված շատ վտանգավոր էր հիմա, տեսնում ենք դարպասաձողն է փրկում Արարատին, հրաշալի հարված կատարեց Վլադ Մխիթարյանը հեռար, կրկին դարպասաձողը օգնության եկավ Արարատին, այստեղ էլ հրաշալի է խաղում Սուլմանյանը, լավ խաղարկումներ, Եգանյան, Ղազարյան և լավը չէր այս փոխանցումը Ղազարյանի, բայց նորից շարունակվելու է Բենֆիկայի մոտ մնալ գնդակը Աբրամյան փոխանցումն է ստացվեց և մնաց 5 րոպե
արդեն այս խաղակեսի ավարտին դեռ հանդիպման հաշիվը բացված չէ, բայց հետաքրքիր հանդիպում է ընթանում Սարգսյան Արշակ, Սարգսյան պահել է գնդակի իր մոտ Սարգսյան այդ փոխանցում Պետրոսյանին, Պետրոսյան մտավ կենտրոն, Պետրոսյան արված եւ Կիրակոսյանը վերցրեց գնդակը ի վերջո ուղիղ Վիրապ Կիրակոսյանի վրա հարված կատարեց Սեմյոն Պետրոսյանը Թամազյան այստեղ էլ անցումը չստացվեց Կարեն Թամազյանին Մալյան երկար փոխանցում լավ նկատեց այնտեղ Ղազարյանին հիմա հարվածել է պետ Ղազարյան ընթացքից հարված Շտապեց կարծես թե մի փոքր Ղազարյանը այստեղ ձախ եզրում էր ազատ գտնվող թիմակիցը բայց որոշեց ընթացքից հարվածել Ղազարյանը շեղր ի վերջո վերջինիս հարվածը կրկին ճնշել են այստեղ Բենֆիկայի տղաները Արարատին Ղազարյան Լավ խաղարկում, Եգանյան, փոխանցում և այս փոխանցումը ստացվեց Եգանյանին Խլեց գնդակը այստեղ Արարատը, Աբրամյան նետվում է գրոյի Արարատը լավ փոխանցում Աբրամյանից, հիմա պետք է գրավել դարպասը հարված և շեղեր ի վերջո այստեղ Հարվածը Արմեն Մելոյանին Եվ այս խաղակեսում վտանգավոր պահերից մեկը Արարատի տեսանք Նորից խլեցին գնդակը Արարատի տղաները և նետվում են հակագրոյի Աբրամյան մտավ կենտրոն, լավ փոխանցում Աբրամյան արված և պարկեց այս գնդակի տակ Սուրմալյանը երկրորդ արվածը Աբրամյանի և մատների ծայրով այստեղ փրկեց իր թիմին Սուրեն Սարգսյանը շքեղ սեյվի եղինակ դարձավ Սուրեն Սարգսյանը փրկելով իր թիմին վերած գոլից հիմա անկյունային է վաստակել տեսնում ենք Արարատը փոխանցում Տուգանային հրապարակ Ղազարյանը հեռացրեց գնդակը Հարիբյան անցումը լավն էր Հարիբյան արված կրկին Սուրմալյանը փակում է այս արվածի ճանապարհը եւ հիմա էլ կարող է հակագրոհել Բենֆիկան Մխիթարյան տեսնենք ինչ կմտածի լավ այնտեղ փոխանցում ստացավ աչ եզրում Արշակ Սարգսյանը Մխիթարյանից հետ փոխանցում Ղազարյանը ընթացքից արված շատ լավ էր հիմա արված կատարել այստեղ Հրաչ Ղազարյանը մի փոքր շեղ ընթացավ վերջինիս հարվածը Վերջին րոպեն է արդեն մեզ մոտ առաջին խաղակեսի հիմնական ժամանակին Նետվել էր գրոյի Արարատը, բայց չստացվեց Եգանյանն է նետվում առաջ, Արամ Եգանյան և Եգանյան լավ փոխանցում Սարգսյան արված և հիմա ինչպիսի դիրքից է շեղ արվածում Արշակ Սարգսյանը կարող էր վերջին րոպեին առաջին խաղակեսի բացել հանդիպման հաշիվը Բենֆիկայի խաղացողը, բայց կրկին բախտը ժպտում է Արարատի Հիմա տեսնենք պատասխանը Արարատի, պարգև Աբրամյան Շատ լավ է հիմա նրա դեմ պայքարում Հրաչ Ղազարյանը Սարգսյան մեկ հպումով թողեց գնդակը Մխիթարյանին, Վլադ Մխիթարյան Լավ խաղարկումներ, Եգանյան, Սարգսյան Եվ 11 մետրանոց է հիմա վաստակել Վերջին րոպեին առաջին խաղակեսի Բենֆիկան Այնտեղ գցեցին Արամ Եգանյանին Ի վերջո այսքան պահերից հետո վերջին րոպեին լավ հնարավորություն է ստանում
Բենֆիկան հաշիվը բացելու տեսնենք այս պատասխանատվությունը ով կվերցնի, կարծես թե Արշակ Սարգսյանն է։ Հարվածելու տեսնենք։ Այստեղ զգուշացվեց նաև Արման Պողոսյանը։ Հիմա շատ Ջրորոշ պա է, Սարգսյանն ընդդեմ Կիրակոսյանի, մրցավարի սուլիչը կա, Արշակ Սարգսյան, արված և կրկին դարպասածողը, երկրորդ փորձից է Պետրոսյանն է արված կատարում, այս անգամ էլ Կիրակոսյանն է պրկում իր թիմին, այսօր չարկատակ են խաղում դարպասածողը Բենֆիկայի հետ, հիմա էլ կտեսնենք պատասխանը Արարատի և պատժվում է հիմա այս վրիպումից հետո Բենֆիկան Պարքև Աբրահամյանն է շատ արագ գոլ եղինակ դառնում, հրաշալի արեցին ամեն ինչ Արարատի տղաները։ Այս 11 մետրանոցից հետո հաշիվը բացված է և վերջ։ Առաջին խաղակեսը ավարտված է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ, վերջին րոպեին Արարատը կարողացավ հաշվի մեջ առաջ անցնել 1-0 հաշիվ մեզ մոտ, հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Վերադարձանք սիրելի ֆուտբոլասերներ, երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ և առաջին կեսից հետո 1-0 հաշվով Արարատը հաղթում է Բենֆիկային և հիմա Արարատը նորից նետվել է գրոյի, հենց մեկնարկում Աբրահամյան, այստեղ ընկավ Պարքև Աբրահամյանը, չկարողացավ հարված կատարել, խելայեղ վերջաբան ստացվեց առաջին խաղակեսում, վերջին րոպեին, վերջին վայրկյանին ես կասեի 11 մետրանոց վաստակեց իր թիմի համար Արամ Եգանյանը, բայց 11 մետրից վրիպեց Արշակ Սարգսյանը, դարպասածողը կրկին փրկեց Արարատին, շատ արագ այդ գրոյից հետո հակագրոյեց Արարատը և Աբրահամյանը կարողացավ իր հերթական գոլը խփել այս մրցաշարում 11-րդ գոլը Աբրահամյանի կողմից և պարտվում են Բենֆիկայի տղաները, արդեն Աղաջանյան երվից փորձ շատ վտանգավոր էր հիմա Աղաջանյանի հարվածը այդքան փորձերից հետո Բենֆիկայի կարողացավ պատժվել Բենֆիկան և հիմա պարտվում են նրանք, տեսնենք այս խաղակեսում նրանք առաջինը ինչ կցուցադրեն, Ղազարյան և խախտում հիմա վտանգավոր դիրքում վաստակում է Բենֆիկան տեսնենք շատ վտանգավոր դիրքում Տուգանային գուցե այս Տուգանայինը օգնության գա Բենֆիկային հիշեցնեմ, որ նրանք այս մրցաշարի առաջատարն են այս պահին վտանգավոր է Մխիթարյան արված և կրկին դարպասածողը այսօր տեսնում ենք դարպասածողները փրկում են Արարատին արդեն 4-րդ դեպքը որ դարպասածողը փրկում է Արարատին Համբաժան ընկերն է Կիրակոսյանի այսօր դարպասածողը հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները Արարատ դարպասում է Կիրակոսյանը, Վրեժ Հարությունյան, Դավիթ Դավթյան, Արտակ Սարգսյան, Արմեն Մելոյան, Զորաբ Զաքարյան, Սմբատ Դավթյան, Պարքև Աբրահամյան, Նարեկ Ղարիբյան, Արման Պողոսյան և Կարեն Թամազյան։
Benfica դարպասում է Սուրեն Սարգսյանը, Տիգրան Նախտազարյան, Արամ Եգանյան, Սենյեր Պետրոսյան, Արշակ Սարգսյան, Գևորգ Սուրունյան, Ռոբերտ Աղաջանյան, Հուսիկ Բարսեղյան, Հրաչ Ղազարյան և Վլադ Մխիթարյան։ Այսքանը կազմերի մասով հիմա անցնենք խաղին։ Benfica տեսնում ենք, որ փորձում է շատ արագ հավասարեցնել հանդիպան հաշիվը Ղազարյան Կրկին ընկավ Հրաչ Ղազարյանը, տեսնենք այս անգամ ինչ որոշում կկայացնի խաղի մրցավարը, բայց այս անգամ 11 մետրանոց չի նշանակում, բայց հիմա տեսնում ենք դիտելու է այս դրվագը խաղի մրցավարը, տեսնենք ինչ որոշում ի վերջո կկայացնի։ Խաղի մրցավարը ուսումնասիրեց վերջին դրվագը եւ մաքուր էր գործել այնտեղ Արարատի ֆուտբոլիստը եւ շարունակվում է հանդիպումը, ոչինչ չկար, այս դրվագն էլ անցյալում է, 5 րոպե անցավ արդեն այս խաղակեսից դեռ հաղթում են նվազագույն հաշվով Արարատի տղաները Բենֆիկային Մխիթարյան, բայց գնդակի մոտ Վլադ Մխիթարյանը, Մխիթարյան, հարված, պարպած ես, հարված է և անկյունային Բենֆիկայի օգտին։ Եվ հիմա այստեղ կոպիտ են գործում Արամ Եգանյանի հետ պայքարում։ Դավիթ Դավթյանը շատ կոպիտ գործեց, նա դեղին ունի այս խաղում, պետք է զգուշանա, նա ստանդարտ Բենֆիկայի օգտին, այստեղ էլ չստացվեց Մխիթարյանի հարվածը, Աբրամյան լավ նկատեց այստեղ Մելոյանին, բայց գնդակը Մելոյանը դաշտի սահմաններում հետ փոխանցում Դավթյանին, հիմա լավ գործեց Սարգսյան այստեղ, բայց սխալվեց փոխանցում կատարելիս Սարգսյան, Արտակ Սարգսյան փոխանցում Արմեն Մելոյանին, Մելոյան փոխանցում և Աբրամյանը ուրիշ կողմ եկավ, չհասավ այս գնդակին, Հարկված այս եզրային նետումը, Սարգսյան փակեցին այս հարվածի ճանապարհը Արշակ Սարգսյանին և կարող է հիմա հարկագրել Արարատը 2-2 են Աբրամյան փոխանցում շտապեց այստեղ տեսնում ենք հիմա Բարքև Աբրամյանը լավ անցում Մխիթարյանից փոխանցում Ղազարյան Աղաջանյան և ֆանտաստիկ գոլ հեղինակ է հիմա դառնում Ռոբերտ Աղաջանյանը հանդիպան հաշիվը հավասարեցնում է Ռոբերտ Աղաջանյան 1-1 հանդիպան հաշիվը հավասար է Փայլուն գրող կազմակերպեցին, տեսնում ենք Բենֆիկայի տղաները Փայլուն գոլ Ռոբերտ Աղաջանյանից այսօր էլ նա արդյունավետ գործողությամբ է աչքի ընկնում
Ի վերջո կարողանում են շատ արագ հավասարեցնել հանդիպման հաշիվը Բենֆիկայի տղաները։ Նորից 0-ից կսկսեն այս երկու թիմերը հանդիպումը։ Հիմա էլ ավելի հետաքրքիր կընթանա այս 15 րոպեները երկրորդ խաղակեսի լավ խաղարկումներ հիմա Բենֆիկայի տղաներից Մխիթարյան հրաշալի անցում Մլադ Մխիթարյան հարված Աղաջանյան կրկին փրկվում է այստեղ Արարատը նորից Աղաջանյան շատ խառնաշփոթ իրավիճակ է հիմա Արարատի դարպասի մոտ եւ վերջին պահին հեռացրեցին այստեղ գնդակը կարծես թե տեսնենք խաղի մրցավարը ինչ նշանակեց հարված դարպասից կարծես թե շատ վտանգավոր գրոհին կազմակերպել այստեղ Բենֆիկայի տղաները նորից Աղաջանյանն էր հայտվել Տուգանային հրապարակում փրկվեց Արարատը Սարգսյան Փոխում են գրոհի եզրը Աբրահամյանի ուղղությամբ փոխանցում Աբրահամյան Այդտեղ անկավ Ղազարյանը բայց հրաշալի անցում Աբրահամյանից եւ 11 մետրանոց հիմա էլ Բենֆիկայի դարպասին կտեսնենք այստեղ Գևորգ Սուրմալյանը կարծես թե խախտեց խաղի կանոնները անկավ այնտեղ Պարքև Աբրահամյանը հրաշալի անցում ձեռնարկեց Արարատի լավագույն ռմբարկուն տեսնենք հիմա վիճում են Բենֆիկայի ֆուտբոլիստները այստեղ խաղի մրցավարի հետ կարծես թե կդիտի այս դրվագը տեսնենք Ի վերջո ուսումնասիրելու է խաղի մրցավարը այս դրվագը, տեսնենք ինչ որոշում կկայացնի։ Մրցավարը դիտեց դրվագը և 11 մետրանոցը արձանագրված է։ Հիմա լավ հնարավորություն կրկին հաշվի մեջ առաջ անցնելու։ Արարատին Պարքև Աբրահամյանն է վերցրել գնդակը։ Կարող է դուբլ գրանցել Արարատի լավագույն ռմբարկուն իր անվան դիմաց, տեսնենք, Արշակ Սարգսյանը այսօր վրիպել է 11 մետրարից, տեսնենք Աբրահամյանը ինչ կանի, արված և հայլուն գոլ եղինակ դարձավ Պարքև Աբրահամյանը, հաշիվը դարձնում է 2-1, Պարքև Աբրահամյան 2-1 կրկին առաջ է անցնում հաշվի մեջ Արարատը այս խաղում 11 մետրանոցը նա Սարգսյանի ամենամատ դիպուկ իրացրեց Աբրահամյան նորից լավ հնարավորություն էր ստացել, բայց բարձր է հարվածում այստեղից Պարքև Աբրահամյանը հիմա կրկին պարտվում է Բենֆիկան այս խաղում տեսնենք այս գոլին նրանք ինչպես կպատասխանեն Աբրահամյան և պայլուն սահանկում իմ առաջ Ղազարյանից և հենց եզրային նետումը նրանցն է լինելու Աղաջանյանի փոխանցումը չստացվեց, Թամազյան արված և գոլ! Հիմա էլ փայլուն գոլ տեսնում ենք Կարեն Թամազյանից հանդիպան հաշիվը դառնում է 3-1
Կանե Թամազյան 3-1 2 գոլի առավելություն է այս խաղում առաջին անգամ ստանում Արարատը Բենֆիկայի նկատմամբ ինչ պատահեց ուզում եմ հասկանալ այս խաղակեսում Բենֆիկայի հետ նրանք Սարգսյանի այստեղ շատ կոպիտ հիմա Դավթյանը գործեց եւ հեռացում է խաղադաշտից Զայնը լսվեց ամբողջ Երևանով Հրաչ Ղազարյանի Այս քանակական առավելությունից պետք է օգտվեն Բենֆիկայի տղաները Մխիթարյան փոխանցում վտանգավոր էր եւ 11 մետրանոց հիմա էլ տեսնում ենք Արարատի դարպասին է խաղի մրցավարը նշանակում ձեռքով խաղ հիմա կարծես թե եղավ եւ շատ արագ այս քանակական առավելությունից հիմա օգտվում են Բենֆիկայի տղաները բայց այդ հնարավորությունը պետք է գոլի վերածել Ինչ հանդիպում է ուղակի ընթանում բարեկամներ երրորդ 11 մետրանոցը արդեն այս խաղում, բայց այս անգամ էլ կդիտի խաղի մրցավար այս դրվագը, տեսնենք այս անգամ ինչ որոշում կկայացնի Տեսնում ենք չի փոփոխվել խաղի մրցավարի կայացրած որոշումը 11 մետրանոցը Արձանագրված է եւ այս անգամ տեսնենք ով Գարվացի Բենֆիկայից եւ հիմա լավ հնարավորություն կրճատելու հանդիպան հաշիվը կարծես թե Մխիթարյանն է արվածում եւ Վիրապ Կիրակոսյան Ինչ է անում այս տղան փրկիչն է այս թիմի Փրկում է հիմա Վիրապ Կիրակոսյանը իր թիմին Վլադ Մխիթարյանի հարվածից հետո Այս հնարավորությունն էլ բաց է թողնում իր ձեռքից Բենֆիկան Բարսեղյան երբից հարված Շատ թեժ հանդիպում է ընթանում տեսնում ենք էլ ավելի հետաքրքիր երկրորդ խաղակես ենք տեսնում Երկար փոխանցում Սուրմալյանն է հեռացնում գնդակը Արարատն է հիմա էլ անցել գրոյի, Աբրամյան տարավ կենտրոն, բայց խալվում է այստեղ պարքև, Աբրամյանը հիմա կավ է գրոյել Բենֆիկան Արամ Եգանյան, փոխանցում Աղաջանյանին, Ռոբերտ Աղաջանյան, Արամ Եգանյանին չասավ այս կնդակը Հիմա շտապում են տեսնում ենք Բենֆիկայի տղաները, որովհետև շատ քիչ ժամանակ է մնացել այս խաղին Ես արագ մի փոքր հիմա խոսեմ թիմերի անցած խաղից եւ այստեղ էլ վտանգավոր դիրքում Տուգանային կրկին Ղազարյանի հետ պայքարում վերջին հանդիպումը Արարատը անցկացրել է Այաքսի հետ եւ խոշոր հաշվով պարտվել 0-4 հաշիվ է գրանցվել Իսկ Բենֆիկան գերգոլառատ խաղում 9-4 հաշվով հաղթել է Մարսելին այնտեղ շատ լավ հանդիպում անցկացրեցին Բենֆիկայի տղաները հիմա տեսնենք այս ստանդարտը Սուլիչը կա Ղազարյանը արված սացրից արված կատարեց Հրաչ Ղազարյանը բայց փակեցին այդ արվածը այստեղ էլ ոչինչ չկա հիմա ասում եմ մրցավարը փոխանցում Սարգսյան, Աղաջանյան և բարձր է արվածում հիմա Ռոբերտ Աղաջանյանը լավ հնարավորություն ուներ կրճատելու խաղի հաշիվը Ռոբերտ Աղաջանյանը Եվ
այստեղ էլ խախտում հիմա Ղարիբյանի հետ պայքարում։ Հիմա չեն շտապի այստեղ Արարատի տղաները, որովհետև այս հաշիվը նրանց ձեռնատու է 2 գոլի առավելություն ունեն։ Նրանք Հերվից արված և այս անգամ էլ դարպասածողը ցնծած։ Տեսնում ենք Պարքև Աբրամյանի հարվածից հետո այս անգամ էլ դարպասածողն օգնության եկավ Սուրեն Սարգսյանին։ Ինչ է կատարվում ուղղակի այս խաղում։ 4 գոլ ենք տեսել, բայց շատ վտանգավոր պահեր են եղել 3-11 մետրանոց, 2-ը չիրացված, 1-ը իրացված։ Այս պահերից հետո Բենֆիկան այսօր տեսնենք ինչպես կավարտի այս հանդիպումը։ Երկար փոխանցում Աբրամյանի ուղղությամբ, երկար փոխանցում Թամազյանին, Կարեն Թամազյանը չպահեց հիմա այստեղ գնդակը և փոփոխություններ տեղի կունենան հիմա երկու թիմերի կազմում։ Բենֆիկան է Ացելգոյի, Եգանյան, փոխանցում Աղաջանյանին, Աղաջանյան շատ այստեղ պահեց գնդակի իր մոտ, շարունակում է հիմա Բենֆիկայի գրով Սուրմալյան։ Խլեցին գնդակը Արարատի տղաները, բայց այս փոխանցումն էր Պողոսյանի լավ չստացվեց։ Հերթական գրողներից մեկն է սկսում Բենֆիկան, շտապում են նրանք, Մխիթարյան, Աղաջանյան, լավ փոխանցում։ Հարված դարպասից կլինի, ասում է խաղի մրցավարը։ Երկար փոխանցում Էլոյանի ուղղությամբ, լավ գործեց այստեղ պաշտպանությունում Մուսիկ Բարսեղյանը։ Խիթարյան աչեզրում հիմա նկատեց Սուրմալյանին։ Շարունակում է Բենֆիկայի գրո Արամ Եգանյան, Եգանյան մտավ կենտրոն, Եգանյան լավ անցում և հիմա այստեղ պահեց, կարծես թե Արարատի ֆուտբոլիստը Աղաջանյանին։ Ստեղ էլ վիճելու համար զգուշացվեց Ռոբերտ Աղաջանյանը։ Ոչինչ չկար, ասում է նորից խաղի մրցավար, այստեղ 11 մետրանոց է պահանջում Աղաջանյանը։ Ղազարյան և նորից ընկավ Հրաչ Ղազարյանը։ Այլ զգուշացվում է այստեղ Արարատի ֆուտբոլիստը։
Գրքերը մի փոքր հանդարտվեցին սիրելի ֆուտբոլասերներ, հանդիպումը շարունակվում է, Մխիթարյան երվից հարված Կիրակոսյանը փրկեց իր թիմին իմ այս տուգանանից հետո եւ իմ այլ անկյունային Հուսիկ Բարսեղյանի հարվածից հետո շատ լարված րոպեներ են տեսնում ենք մեզ մոտ, հարկված այս անկյունայինը Բենֆիկայի Եգանյան փոխանցում Մխիթարյանին, Մխիթարյան կրկին երվից փորձ հեռացված է նորից գնդակը, տեսնում ենք մեծ շնշում է գործադրել Բենֆիկան Դաշտում Դեղին քարտ էր բաժանեց այս վերջին դրվագից հետո Մրցավարը երկու թիմերի խաղացողներին էլ շատ խելայ հանդիպում է Պետրոսյան երկար փոխանցում Կիրակոսյանն է նորից բրկում իր թիմին Մելոյանը խլեց Բարսեղյանից գնդակը կարող է հակագրոել այստեղ Արարատը եւ Աբրահամյանի հարվածը փրկեց Սարգսյանը հիմա դուրս է եկել իր տեղից Սարգսյանը փոխանցում Սխալվեց փոխանցում կատարելիս Սարգսյանը բայց եզրային նետումը Բենֆիկային է լինելու Եգանյան փոխեց գրո եզրը Մխիթարյան լավ անցում Մխիթարյան կրկին լավ փոխանցում եւ Արշակ Սարգսյանը գրավում է Վիրապ Կիրակոսյանի դարպասը մի փոքր կրճատում հանդիպան հաշիվը Բենֆիկան Արշակ Սարգսյան 3-2 իր գոլը ի վերջո խփեց այսօր Արշակ Սարգսյանը 11 մետրանոցից վրիպեց, բայց խաղային իրավիճակում խփեց, հիմա կրկին առաջ են շարժվել Բենֆիկայի տղաները, փորձում են ոչ ոքի կորզել այս խաղում, հիշեցնեմ, որ նրանք մեկ հոգի ավել են խաղադաշտում անցկացնում Եվ հիմա պարտավոր են իրենց գոլը հեղինակել, շատ քիչ ժամանակ է մնացել մեզ հիշեցնեմ, հացում Սարգսյան խլեց գնդակը, Եգանյան, Արամ Եգանյան, Իթարյան, լավ անցում, նորից լավ անցում Իթարյան փոխանցում Հեռացված է գնդակը, երկրորդ տեմպով կշարունակվի Բենֆիկայի գրո Իթարյան փոխանցում, կրկին հեռացված է գնդակը և որսած այստեղ գնդակը հիմա Վիրապ Կիրակոսյանը պահեց իր մոտ ժամանակ կշարի մի փոքր Իթարյան Լավ անցում և վերջի վերջո մրցավարի սուլիչը լսվում է սիրելի ֆուտբոլասերներ, այս խելագար հանդիպումը ավարտվեց այս ամենից հետո ի վերջո լարված րոպեներ ընթացան այս վերջին 5 րոպեները երկրորդ խաղակեսի ամբողջ հանդիպումը ինչևէ կարողացավ Արարատը 3-2 հաշվով հաղթել Բենֆիկային և 3 միավոր վաստակել այս խաղում Բենֆիկան առաջատարն էր այս մրցաշարի հիշեցնեմ պարտություն կրեց այս խաղում հիմա մեզ մոտ կարճ դադար մնացեք մեզ հետ երկրորդ հանդիպումը քիչ անց կմեկնարկի մեզ մոտ